Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյան։ Ես դրա մասին ոնց ասեմ, դուք պետք է ասեք, ավելի շատ դասական արվեստի, Լաս Վեգասի աստղի հետ կապված մեղադրում են, ինչի Արամ Խաչատրյանը չի, օրինակ, Արման Հովհաննիսյան։ Լուչիանո Պավարոտի թե Ռուբեն Մաթևոսյան։ Շատ դժվար բան եք ասում, Ու երկերը այդքան սիրված են, այդչափ արդիական են։ Պահպանելով մեր հայկական երաժշտությունը, ավանդական երաժշտությունը, այն ինչից որ մենք սնվում ենք։ Մեր ժամանակաշրջանում նաև կա արհեստական բանականություն, ուզում եմ իմանալ ինչպես ես վերաբերվում դրան։ Վախենում եմ անկեղծ ասած, վայելես հանդիսատեսի սերն ու համակրանքը ամբողջ կյանքում։ Լաս Վեգասի աստղը անվանական։ Ամբողջ կյանքում սեպտեմբերի 21-ը Լաս Վեգաս քաղաքում Արման Հովհաննիսյանի օր է։ Քո մասին ես այդ ամեն անհետ բամբասան, կհիշես կա տես բան։ Հա, իհարկե։ Չեմ կարողանում հիշել, որ հիշեմ կզանգեմ։ Անպայման, ես կսպասեմ։ Դիտեք հայացք դրսից Մարինա Մարտիրոսյանի հետ։ Попробуем։ Մի հատ նորից չհասկացա։ Դիտեք հայացք դրսից։ Դրսից, հա, այո, դիտեք։ Գոհար Ավետիսյանի հետ։ Ողջույն իմ շատ սիրելի YouTube-յան հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, վաղուց չէինք հանդիպել։ Փոքրիկ դատարից հետո եթերում կրկին հայացք դրսից նախագիծն է, ես Մարինա Մարտիրոսյանն եմ։ Այս անգամ ձեզ համար պատրաստել եմ անչափ հետաքրքիր հանդիպումներ։ Այս նկարահանումներն իրականացվում են Մոսկվայի կենտրոնում Կիևսկայա 2 հասցեում գտնվող Նովոտել հյուրանոցային համալիրում, ինչի համար ես ուզում եմ շնորհակալությունը հայտնել հյուրանոցի տնօրինությանը եւ իհարկե նկարահանումներն իրականացնող Գասյան Production-ին, շատ լավ ընկեր Արա Գասյանին եւ իր թիմին։ Շնորհակալություն։ Марьям, привет. Ոնց ես դիգար։ Լավ։ Տաղանդավոր երգիչ, պարզապես լավ մարդ, լավ ընկեր, միակը ով Լաս Վեգասի փառքի ծառուղում ունի իր անվանական աստղը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյան։ Ողջույն Արման։ Նախ բարի գալուստ Մոսկվա։ Շնորհակալ եմ։ Ինչպես հասակ տեղ։ Հրաշալի։ Ամեն ինչ լավ է։ Այո, պատկասի։ Ես ուրախ եմ մեր այս հանդիպման համար, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Սիրով Մարինա ջան։ Շատ կարևոր եւ հաճելի առիթով եք Մոսկվայում, մարտի 15-ին Live Arena համերգասրահում ունենալու ես մեծ մենահամերգ, որը, եթե չեմ սխալվում, Մոսկվայում առաջինն անգամն է։ Եվ կուզենամ խոսել հենց համերգի մասին, մի փոքր ներկայացնենք, Euromusic Entertainment պրոդյուսերական կենտրոնն է կազմակերպիչը Տարոն Պողոսյանի ուրեմն գլխավորությամբ։ Գիտեմ, որ նրա հետ նաև լավ ընկերներ եք, մտերիմ, մի փոքր այդ մասին խոսենք։ Խոսենք։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, Մարինա ջան, հրավերքի համար, ձեր այս գեղեցիկ ու յուրահատուկ ազնագազմին, այսքան ամեն ինչը տրամադրելու համար։ Շնորհակալ եմ բոլորից հետ, իմ լավագույն բարեկամներ, ընկերներ, ծավալուն աշխատանքի համար։ 10 տարի ավել Տարոնի հետ անընդհատ ամեն տարի փորձում ենք Մոսկվայում ունենալ համերգ։ Չգիտեմ ինչի, անընդհատ մի բան չի ստացվում։ Երևի Աստծո կամքներ, Աստված կամեցավ, որ այս տարի լինի ու հիմա լինի։ Չեմ կարող ասեմ ինչի չէր ստացվում։ Սրահներն էինք նայում այդ ժամանակահատվածում, ասում ենք հա չէ, անդադ մտորումների մեջ էինք, բայց ասու կամոք եղավ այս ժամանակահատվածում երևի բարին դա էր։ Բարին դա էր, այո, որ ես էլ արդեն ունենամ իմ հեղինակային ծրագիրը YouTube-յան ալիքում եւ դեռ անցած տարվանից մենք պայմանավորվում ենք եւ ես ուզում եմ հիմա ուղղակի վստահ եմ, որ Տարոնը նույնպես նայում է, հուսով եմ, ուզում եմ շնորհակալությունս հայտնել իմ մեծագույն նրան, որովհետեւ ես չգիտեմ, եթե նրա աջակցությունը չլիներ, արդյոք մեր կապը նորից կհաստատվեր եւ այս զրույցը կկայանար թե չէ, ես շնորհակալ եմ եւ ուրախ եմ, որ իսկապես մեր հայերի մեջ կան լավ մարդիկ, ովքեր պատրաստ են
աջակից լինել։ Ես ուզում եմ նաև նշել, որպեսզի դու իմանաս, որ քո այս ներկայությամբ, մեր այս զրույցով ես սկսում եմ իմ երկրորդ եթերաշրջան եւ ես վստահ եմ, որ այն հաջողությամբ է գրանցվելու։ Շատերը չէին հավատում, որ իսկապես կկայանա այս հաղորդումը։ Ես հավատ ունեմ եւ շնորհակալ եմ քեզ, որ դու քո լուման ու ներդրումը ունես դրա մեջ։ Ես եմ շնորհակալ, երբ որ սկզբում չեն հավատում, ուրեմն վստահ եղիր, որ դու լիքը հաջողություններ ես ունենալու, այդպես է։ Ինչ որ դժվարությամբ է լինում, հետո ավելի ստաբիլ մնայուն է լինում։ Համերգը մարտի 15-ին, իհարկե մեր այս հաղորդումը արդեն կտեղադրվի YouTube-յան ալիքում, համերգից հետո դրա համար չեմ կարող հարցնել ինչ տպավորություններ ունես, բայց ինչ ակնկալիքներ ունես, ինչ դժվարություններ եղել են, չեն եղել, դե բնականաբար ասացիր արդեն, որ երկար տարիներ եք պլանավորել։ Ինչ ակնկալիքներ ունես այս համերգից։ Մարինա ջան, ես անկեղծ բազմիցս առիթներ եղել է տասնյակ հազարավոր համերգների ներկա եմ եղել, երգել եմ առիթներին, ես շատ լավ ճանաչում եմ իմ շատ սիրելի Ռուսաստանաբնակ հայրենակիցներին։ Շատ ջերմ են, շատ յուրահատուկ են, առհասարակ աշխարհի մեր հայերը, երբ որ համեմատում ենք ուրիշ ազգերի հետ, մեր ժողովուրդը շատ ջերմ է, շատ տարբեր է, հայկական բոլոր երկիշների համերգները շատ ակ է անցնում, դա գալիս է մեր հայ ժողովրդի էներգետիկայի ջերմությունից, այդ առումով շատ բարձր եմ գնահատում, սպասելիքները շատ կարոտած, հանդիսատեսներ քեզ է կարոտած սպասում։ Ես էլ անկեղծ անհամբեր եմ, չգիտեմ, ինչքան ուժ ունեմ եւ ինչքան հնարավորություն ունեմ, պետք է այդ օրը ես ինձ արդարացնեմ, հանդիսատեսը, որ տպավորված վերադառնա տուն։ Գիտեմ, որ համերգին բեմում մենակ չես լինելու։ Քեզ հետ են նաև լավ ընկերներ, հարգարժան եւ պատվավոր մարդիկ նաև, մարդիկ ում հետ նաև ունես դուետներ, տեսահոլովակներ։ Հայաստանի Հանրապետության ամենալավ երգիչներից մեկն է, Արմանը իմ ամենասիրած երգիչներից մեկն է, այնպես որ բացի ընկերական մեր այդքան հարազատ հարաբերությունը, համել մեծ հաճույքով կնստեմ ու կլսեմ ընկերոջս համերգը։ Գիտեմ, որ Արմանի տրամադրությունն էլ է շատ բարձր, բոլորս ստեղ ենք մեր ընկերոջ կողքին, գիտեմ, որ լավ համերգ առնելու փայլում այսօր եւ ուզում եմ որ ինքը միշտ փայլի եւ ես հպարտանում եմ որ Արմանը իմ ընկերն է։ Ինքը շատ լավ մարդ է, ինքը իմ աղբերն է։ Չունեմ խոսքեր ասելու вообще։ Մենք ենք ամենալավագույն անձնավորությունն է հայկական շոու բիզնեսի մեջ, հավատացեք ինձ։ Էդենց մարդ գոյություն ընդհանրապես չունի, որ 24 ժամ այս մարդը քեզի միշտ պատրաստ է լավություն անելու, օգնելու։ Ես ցնցված եմ, ես վաստորգի մեջ եմ, հիացած եմ ու ես միշտ սիրել էի Արմանի երկեր, բայց որ իրականում լսեցի, вообще վատացել էի։ Իրանից բարի արտիստ երևի թե ինքն է, որովհետև բոլոր երգերի մեջ կա ինչ-որ սեր, ինչ-որ բարիություն։ Շատ եմ սիրում Արման Հովհաննիսյանին, ձեզ երգերը ու ձեզ մաղթում եմ մեծ հաջողություններ։ Талантливый артист, его любят зрители, его любят все։ Գլխավոր կազմակերպիչ Արման Հովհաննիսյանի մեծ մենահամերգի։ Ինչ կասեք, եւ եթե երկու բառով նկարագրեք Արմանին, որովհետեւ գիտեմ, որ վաղուցվա ընկերներ եք։ Արմանի հետ շատ երկար ժամանակ ենք։ Շատ չենք աշխատել, բայց ավելի շատ իրար գիտենք, չեմ աշխատում ենք։ Փորձել ենք մի քանի անգամ, ճիշտ ասած մի 10 տարի կլինի, որ ուզում ենք այս համերգը անենք։ Ու բնական է այսօր աշխարհում ինչ որ կատարվում, միշտ ինչ որ բան խանգարել է։ Չգիտեմ, անցյալ տարի այս օրերին այստեղ Արմենչիկի համերգներ ու այդ օրը որոշեցինք, որ մի տարի հետո անում ենք Արմանին ու չգիտեմ ոնց անցավ այս մի տարին, ու այսօր արդեն համերգ կա։
Վերջին մի ամսում դուետները շատ են, հա, Մարինա ջան։ Աբրամ Ռուսո, Սարինա Կրոս, մեր Սարո Թովմասյանը, քեզ հայտնվում են։ Ամսի 15-ին մեր Նորոյի դուետը, նոր երգ, վաղուց պլանավորած, օրինակ Սարոյի հետի դուետը մենք չեմ չափազանցում 4 տարի երգ ենք մանգալի, որ մեր սրտով երգ լինի, այդ երգը երգենք, Նորոյի հետ էլ պլանավորվածություններ կար, Սարինայի հետ էլ կար, բայց համերգը առիթը եղավ, որ արագացնենք, բոլորին համախմբենք եւ այդպես շատ հետաքրքիր է ստացվել։ Բազմաթիվ ունես զուգերքեր, շատ հեղինակավոր մարդկանց աստղերի հետ, ելում հետ կուզենաս համաշխարհային աստղերից։ Կապ չունի նրանք հիմական, թե չէ, ում հետ կուզենաս։ Կուզենայի երգել կամ կուզենաս երգել։ Ավելի շատ դասական արվեստի, Պավարոցի, Լուչիանո Պավարոցի շատ կուզենայի։ Ու տենց շատ կան, вообще pop music-ի մեջ ավելի James Brown, տարբեր։ Իմ ուզելը շատ քիչ է։ Ես բան էի սենց պատրաստել, որ Պավարոցի անունը տվեցի, հիմա ես ցույց կտամ, կտեսնես, որ իսկապես գրված է։ Ահա։ Որ ես ուզում էի հարցնել, օրինակ, Elton John թե Freddie Mercury, տարբեր ժանրեր, որը։ Գիտես, ինձ համար երկուսն էլ տաղանդավոր են, նայած տրամադրության։ Հիմա լավ։ Ես լավագույնների մեջ Freddie Mercury։ Freddie Mercury թե Tupac։ Չէ, Freddie Mercury։ Freddie Mercury թե Sam Smith։ Freddie Mercury։ Freddie Mercury թե Luciano Pavarotti։ Luciano Pavarotti։ Luciano Pavarotti թե Ruben Matevosyan։ Հա, շատ դժվար բան եք ասում, է։ Երկու քարի արանքը։ Չէ, հաշվի առնելով իմ անցած ճանապարհը երաժշտական, բնականաբար ավելի շատ լսել եմ Ռուբեն Մաթևոսյան, ավելի շատ սովորել եմ Ռուբեն Մաթևոսյան, բնականաբար Ռուբեն Մաթևոսյան, լեգենդար մայստրոն նույնպես լինելու է քո համերգում։ Այո, Ռուբեն Մաթևոսյան, այո։ Այո։ Այ խոսենք դրանից, դու հրապարակել էիր այսպես տեսահոլովակ քո Instagram-յան էջում ձեր փորձերից մայստրոյի հետ եւ զգացում էր թե դու ինչ երջանիկ ես, քո ակնածանքը, նա էլ իր հերթին միշտ շատ սիրով է քո մասին խոսել, այսպես ոնց որ հայրաբար։ Արմանի մասին ախր ինչ էլ ասեմ քիչ կլինի, Մոսկվայում եկե մի առանձին զգացումով, որովհետև ես գտնում եմ, որ յուրաքանչյուր մանկավարժ արվեստագետի կյանքում նրա սանը, նրա զավակը իր կյանքի, երգչական կյանքի շարունակությունը պետք է լինի եւ ապագան։ Ես շատ եմ սիրում Արմանը եւ չեմ տարբերում իմ զավակներից բոլորովին։ Թե ինչ ծրագիր է ինքը նախընտրում, դա թելադրում է ինքը հանդիսատեսը առաջին հերթին եւ ինքը իբրև խոնարհաբար հետևող երաժշտասերի ցանկություններին կատարում է նրանց բոլոր խնդրանքները։ Ինձ համար հոգեհարազատ Հայաստան երգն է, որ այնպես է երգել, որ ոչինչ չես կարող ասել, բացի ոգևորությունից, բացի ուրախությունից, բացի երջանկությունից, երբ քո առաջ կանգնած է կատարյալ երգիչը։ Իհարկե, ես շատ ուրախ եմ, որ Արման Հովհաննիսյանը հասել է նման գնահատության։ Արման ջան, կուզեմ, որ դու առողջ լինես, երջանիկ լինես, որ քո շնորհը, որ պարգևում ես ժողովրդին, հարատևի շատ երկար, այնպես ինչպես ես 84 տարեկանում դեռ երգում եմ, դեռ կկանգնեմ քո կողքին։ Մեծ անցել, լուրջ, ամենակարևոր խորհուրդը մայստրոյի, որ սենց այսպես մի կարմիր գծի պես քեզ քո երաժշտական արվեստում սիրված լինես ամբողջ քո կյանքում, իմ բոլոր գրեթե համերգներին, երբ որ մայստրոն ներկա լինում, ասում եմ վայելես հանդիսատեսի սերն ու համակրանքը ամբողջ կյանքում։
Չի եղել, որ մի քիչ sense նախատի, որ այդքան շատ չես երգում ժողովրդական։ Հրաշալի երգում ես դու գլխեն ես ժողովրդական, աշխուհական երգեր լսել ենք մենք քեզնից, բայց դա քիչ է, կերակշիռը այլ ոչն է։ Նախատում է թե չէ։ Մարինա ջան, մենք այդպիսի խոսակցություն որոշակիորեն մի օր շատ լավ առիթ էր, երբ որ ես ուսանող էի, նոր սկսել էի տեսահոլովակներ նկարել, երջանկահիշատակ Օֆելիա Համբարձումյանն էր, մեր անգուլյան անսամբլում մայստրոն էր, Օֆելիա Կարպովնան էր, տես նստած մեր ընկերներից մեկը ասեց, դե ասեք Արմանը ախր մեկ-մեկ նենց երգերա երգում, որ մեր սրտով չի, մեր ճաշակով չի, Օֆելիա Կարպովնան ասեց նայեց, ասեց երգումա լավ անում, երգումա, ինչ որ իրան դուրա գալի երգումա, այն մարդիկ էլ որոնք որ պետք ասեն Արմանը խիասեց երգեր երգում, Արմանը երգի այն երգը ժողովրդական, դրանով կասի սա է սա, ինչ որ սիրում ես, ինչը քեզ հաճելի է, Արման ջան երգի, բայց բնականաբար այդ քո հայեցի մոտեցումը երաժշտական անպայման կարևոր է պահել։ Երաժշտությունը սահման չունի, գիտեք, էլի։ Մենք ոնց ենք նայում երաժշտությանը 50 տարի առաջ էլ նույն մեր ժողովրդական երգերի մեջ եղել են այսօրվա մոտեցմամբ երաժշտություններ, ելևեջներ, հիմա էլ կան, հետո էլ են լինելու։ Այս դու ոնց ես մոտենում երաժշտությանը։ Չէ որ մենք պարտավոր ենք նաև այսօրվա ժամանակակից ստեղծագործողների ստեղծագործություններն էլ երգել, այսօրվա գործիքավորմամբ եւ այսօրվա մոտեցմամբ։ Գիտես, դա տարբեր է, էլի Մարինա ջան, պետքա։ Քեզ ինչն է հենց քո երգարվեստում հանդիսանում, որ քո երգերը այդքան սիրված են, այդչափ արդիական են ու միշտ հաճելի են։ Ես դրա մասին ոնց ասեմ, դուք պետք է ասեք Մարինա ջան, ես իմ կյանքում երգերը, ես երգը, ես եւ առաջին անգամ երբ որ լսում եմ, ինձ համար կամ սիրահարվում եմ այդ երգի վրա, երգում եմ, եթե ինձ բան չի ասում, չեմ երգում։ Կարող է ինքը շատ ավելի լավ երգ արժեքավոր, ավելի ծանր է, լավ առումով, բայց ես երբ որ չեմ զգում, էլի դա։ Քեզ համար ի՞նչն է կարևոր այդ որ ասեցիք, եթե չեմ զգում, առաջին հերթին մեղեդին, հետո բառերը, թե բառերը հետո մեղեդին, թե երկուսը միասին։ Մեղեդին, հետո բառերը Մարինա ջան։ Շատ կարևոր է, այո։ Հետո նոր սկսում են։ Հա, խոսք արդեն, այո։ Ուզում ենք հանդիսատեսից ուղղակի իմանալ Արման Հովհաննիսյանի սիրելի երգը։ Ես ուղղակի ուզում եմ հասկանամ կհամընկնի թե չէ, երկու երգ խնդրում եմ։ Նայած ինչ տարիքի հանդիսատես է, ախ դա էլ է տարբեր։ Նայած որ ժամանակահատվածի իմ երգերը եւ անկեղծ իմ ոչ թե մեր երգերը մենք ինձ համար իմ ցանկացած երգ երբ որ ես կատարել եմ, ինձ համար ես չեմ տարբերում։ Օրինակ Արմեն Մանդակունյանի գիտեմ սիրում ես ինձ ու լալիս ես թաքուն սիրելիս։ Այդ երգը համեմատեմ, ենթադրենք ես կորացերն եմ իմ փնտրում, իրենք տարբեր երաժշտական ճաշակ ունեցող կամ Անուշիկ իմ քույրիկը կամ Տունեն գլխենը ես համեմատեմ օրեր կյանքի օրեր, օրինակ եմ ասում, էլի ձեզ դրա համար այնքան տարբեր են բոլոր երգերը ինձ համար արժեք ունեն։ Ամենասիրելին հոգեհարազատը խնդրեմ Օրեր։ Սարինայի հետ այն ուրիշ երգը։ Օրեր։ Իմ սիրած երգը Արման Հովհաննիսյանի օրերն է։ Իմ կարոտը։ Իր երգերից սիրում եմ օրեր։ Նա սիրած երգը։ Ահա դա Իրանն։ Օրեր կյանքիս օրեր հայ երևի։ Սիրում եմ ժամանակն է երգը։ Արման Հովհաննիսյանին ընդհանրապես շատ եմ սիրում բոլոր կատարումները։ Վերջերս թողարկել է նոր երգ, այն ուրիշ, շատ դուրս գալիս է։ Իր երգացանկից դուրս գալիս է օրեր երգը։ Շատ եմ սիրում նրա երգերից ժամանակն է սիրելու։ Ամբողջ օրը ես մեքենայի մեջ լսել եմ արև ես դու։ Հովհաննիսյանի հետ ֆիտ ունի մի հատ այդ երգը։ Երևի թե Երևան գնալու։ Ամենա իմ հիշողությունից մնացած երգը Երևանն է, Երևան գնալու եմ, հիմնական մնալու եմ։ Երևան իհարկե։ Թույլ տուր նշեմ քո YouTube-յան ալիքում ուղղակի ուսումնասիրեցի այսպես եւ մի քանի երգ առանձնացրեցի ինձ համար։ Իմ աշխարհը երգը, որը տեսահոլովակ չի։ Այո, իմ ամենասիրելի երգերից մեկը։ Շատ գեղեցիկ երգ է։ Նվիրական
Արթուր Գրիգորիչը նվիրեց ինձ, այո, այո, սիմֆոնիկ նվագախմբով, այսպես դասական ոճի մեջ հրաշալի մեղեդի սիրուն երգ, այսպես շատ գեղեցիկ էր, դա դե դուն են գխեն նույնպես այդ ոճի մեջ եւ ես նայում եմ մեկնաբանություններում բոլոր մեկնաբանությունները նախ դրական եւ մեծ մասը ասում են Արման ջան նման երգեր շատ երգի շատ ճիշտ են ասում ու ես լսում եմ այդ մեկնաբանությունները կարդում եմ ու այդպես փորձում եմ առաջնորդվել Մարինա ջան միշտ հետևում եմ բոլոր կոմենտներին այն առումով մարդկանց իմ ընկերների, հարազատների, հանդիսատեսի, որտեղ շատ կարևոր է։ Ես միշտ եմ էլի ասում հանդիսատեսն է որոշում դու որտեղ պետքա լինես։ Չկա երգիչ, չկա արվեստի ներկայացուցիչ, դերասան, երբ որ դա շատ կարևոր է։ Բայց հանդիսատեսի ճաշակն էլ տարբեր է։ Մարդիկ հենց ձեր նշած երգերն են սիրում, երիտասարդները այլ երգեր են սիրում, պետքա բոլորին փորձենք կարողանանք Տարիներ առաջ Միացյալ Նահանգներ որոշեցի տեղափոխվել, դժվար էր այդ որոշումը կայացնել, չնայած ես գիտեմ, որ քո հարցազրույցներից մեկում ասել ես, որ դա մշտական չէ, դա ժամանակավոր է, բայց այնուամենայնիվ Իհարկե դժվար է, կարոտը Իհարկե դժվար որոշում էր, երեխան արդեն որ դպրոցը պետք է ավարտեր, իր այն մասնագիտությունը մեծ աղջիկս որ ընտրել էր, հիմնական պատճառը դա է եղել, որ մենք տեղափոխվել ենք, այո, երեխան սովորելու, դե աղջիկ երեխա մենք բոլորս հայ հասկանում ենք, որ ընտանիքով կամ պետք է երեխան չսովորի օրինակի համար, կամ սկզբում այդպես ենք մտածում, կամ մենք կող կլինենք։ Դե տենց այդ առումով տեղափոխվեցինք եւ իմ ստեղծագործական կյանքում հետաքրքիր բաներ եղավ այդ Լաս Վեգասի աստղի հետ կապված եւ մրցանակաբաշխության հետ կապված այդ ժամանակահատվածն էլ համընկավ Մարինա ջան, այս ամեն ինչի հետ մենք տեղափոխվեցինք եւ նաեւ մենք ունենք green card, ոչ թե extraordinary, որ մենք դիմել ենք պետությունը որպես հայտնի մարդ ինձ տրամադրել էր Նաև այդ թուղթն էր շատ կարևոր, որ եթե դու ուզում ես դառնաս օրինական, քաղաքացի պետք է ապրես որոշակի տարիներ Ամերիկայում եւ ես միշտ ասում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ առումով շատ լայն է։ Երաժշտական դու չնայած քրտնաջան աշխատանք է պետք շատ դժվար է հասնել ինչ որ բանի այնտեղ, բայց հնարավորություն կա էլի ամեն դեպքում ինչ որ չափով պետք է աշխատանք, հա, մի քիչ էլ բախտի բան էլ կա, այդ էլ է շատ կարևոր։ Հայտնվում են ճիշտ տեղում ճիշտ ժամանակին, դա գործով է, չէ։ Լաս Վեգասի աստղը անվանական, գիտեմ, որ նաև հայտարարվել է տարվա Արման Հովհաննիսյանի տարվա օր, ճիշտ է։ Այո, սեպտեմբերի 21-ը Լաս Վեգասի կառավարությունը, այո, հենց մենք հասկանալով, որ սեպտեմբերի 21, որտեղ աստղը այդ օրը տեղադրվեց, Եվ հենց այդ օրն էլ տվեցին, հա, ամբողջ կյանքում սեպտեմբերի 21-ը Լաս Վեգաս քաղաքում Արման Հովհաննիսյանի օր է։ Ամերիկայում կա այդպիսի բան, հա։ Diamond մրցանակաբաշխության էլ 22 թվականին տարվա լավագույն վոկալ մրցանակն է շահել։ Եվ էլի բազմաթիվ հաջողություններ վստահ եմ կունենաս դեռ Հաջորդ օրինակ ինչին ես ձգտում, երբևէ մտածում ես օրինակ Գրեմի կամ ինչ-որ հնարավոր է, այ ինչ էտապներ ու փուլեր պիտի անցնես դրա։ Պետք է աշխատել, Մարինա ջան, պետք է փորձել, աշխատել անընդհատ, տարբեր ժանրեր փորձել, տարբեր ժանրի երգիչ-երգչուհիների հետ, ստեղծագործողների հետ աշխատել։ Եթե լինում է, էլի այսպես ասեմ, էլի կարող է դու տանը նստած լինես հաջողությունը այնպեսի գա որ չպատկերացնես էլ, բայց դրա հետ մեկտեղ պետք է այդ աշխատասիրությունը ունենաս, անդադ աշխատես, որ այդ ժամանակահատվածում մարդն էլ տեսնի, ասի ես մարդը այս ամեն ինչի մեջով անցել է, ուրեմն արժանի է որ անցել է։ Չգիտեմ, ես ամենայն դեպս այդպես եմ մտածում։ Կարծեմ Գուրչենկոն է ասել, որ մարդիկ ինչ որ մեկի տաղանդը հաջողությունն է, չեն կարողանում ներել, տանել, մարսել, այսպես ասել։ Եվ ես էլ գիտեմ, որ կոնկրետ այդ աստղի հետ կապված էլ շատ խոսակցություններ եղան եւ այլն։ Ինչպես ես կարողանում այդ ամեն ինչը անցկացնել, բաց թողել։ Եվ արդյոք մեկնաբանություններին պատասխանում ես բացասական, թե թողնում ես դա
այդ մարդկանց խղճի։ Տեսեք, եթե մեկնաբանությունները լինում են ազնիվ, անկեղծ, ես իհարկե դասեր եմ քաղում ու դա ինձ համար շատ կարևոր է, բայց եթե անտեղի լավ իմ առումով չէ մարդկանց մեղադրում են, օրինակ ինձ այս Լաս Վեգասի աստղի հետ կապված մեղադրում են, ինչի Արամ Խաչատրյանը չի, օրինակ Արման Հովհաննիսյանն, մարդը պիտի գործունեություն ծավալած լինի Լաս Վեգասում։ Ես ինչ անեմ, ինչի է, իրանք պետք է օրենքը իմանան, մտնեն կարտան, գիտեք ինչ կա, նորմալ եմ ես համարում, էլի, հիմա լիքը մարդ, ցանկացած մարդ ունի իր հայ սիրած արտիստը, իրենք այդպես էլ պատկերացնում են, իմ փոխարեն ուզում են պատկերացնեն իրենց սիրած արտիստին, դա իսկապես նորմալ է ու ամեն հետաքրքիր է, շատ լավ է։ Բոլորը ուզում են իրենց սիրած արտիստը լինի, թող բոլորն էլ այդպես աշխատեն, կարողանան, ես մենակ շատ ուրախ կլինեմ, Մարինա ջան, որտեվ ինձ համար ես որ երկրում որ տեսնում եմ յանով ազգանուն, դա իմ հպարտությունն է, անկախ դրանից սպորտսմեն կլինի։ Խնդրում ենք, չէ, ասենք ֆիլմ է, տիտրերը որ գնում է, ես անպայման սենց շատ նայում եմ, որ յան գտնեմ։ Մենք հպարտանում ենք այդ յան ազգանունով, տեսեք աշխարհում ինչքան հայտնի մենք հայեր ունենք, որ հպարտանում ենք իսկապես։ Դա մեր բոլորի պատիվն է, դա մեզ մենակ պատիվ է բերում։ Հիմա ենթադրում եմ, որ այո, օրինական հիմունքների վրա եք Միացյալ Նահանգներում եւ չգիտեմ, արդյոք ընտրությունների գնացել եք թե ոչ, ամեն դեպքում որպես հայ մարդ, հիմա ցանկացած հայ մարդ էլ նոր նախագահ է ընտրվել է, բոլորս էլ մտածում ենք, արդյոք Թրամփը Հայաստանի համար ինչ որ մի լավ բան կանի։ Ըստ ձեզ դուք տեսնում եք այնտեղ լինելով հնարավոր է, որ իսկապես Հայաստանի համար ինչ որ ինչ դրական փոփոխություններ, թե ամեն դեպքում մենք պետք է հույսը դնենք միմիայն մեզ վրա։ Մարինա ջան, մենք մեր հույսը մեր վրա պետք է դնենք։ Ամենակարևոր բանը, մենք պետք է այնքան ուժեղ ու հզոր լինենք, որ մեզ հաշվի առնեն, մեզ հետ հաշվի նստեն, մեզ հարգեն։ Ցանկացած ոլորտում է այդպես, էլի, իսկ որ մենք բան չանենք ու ասենք Թրամփի դիրքորոշումը, մյուսի կամ այն մյուսի դիրքորոշումը, սպասենք տեսնենք ինչ, այո, մենք պետք է հզոր լինենք, մենք պետք է համախմբված լինենք, որ անկախ իրենց, այո, կրթված ու գրագետ, անկախ իրենց դիրքորոշումից մենք ստիպենք, որ մեզ հետ հաշվի նստեն։ Այդ շատ կարևոր է։ Եթե դա լինի, կրթված ու գրագետ լինելու առումով նաև որ մշակույթի գիտության մեջ էլ այնքան գրագետ լինենք, որ մեզանից չկարողանան գողանալ եւ մենք էլ ուրիշինը չվերցնենք, որպեսզի այսպես ասած խոսակցության առիթ չտանք։ Որը հիմա այս վերջերս, չգիտեմ ինչի, շատ է նման երևույթներ, ինչպես էս վերաբերվում, հա, այդ երգը մեզանից խլելը, մենք մյուսներից ինչպես այդ եզրը գտնենք, որպեսզի մեր մշակույթը մնա մաքուր, մերը։ Մենք ունենք հզոր մշակույթ, մենք պետք է այդ մշակույթը տարածենք, նորովի ստեղծագործիքավորմամբ, ոչ թե ուրիշինը վերցնենք։ Մենք տեսեք ինչպիսի մշակույթ ունենք, աշխուղական արվեստում, ժողովրդական արվեստում, ուսանական արվեստում, դասական արվեստում, այդ ամեն ինչը հզոր մենք ունենք ֆունդամենտ, մենք պետք է դրանով առաջնորդվենք, այդ դեպքում կլինի մերը։ Եվ նաև հեղինակային իրավունքների պահպանումը։ Հիմա կարծում եմ կա Մարինա ջան այդ ամեն ինչը։ Ձեր բոլոր երգերը պաշտպանված են։ Այո, ովքեր որ ժամանակակից ստեղծագործողների հեղինակը իրենք են հեղինակային իրավունքը իրանցն է, որը որ չէ, ժողովրդականը դե արդեն մենք դա մեր Հայաստանում պահպանված է, այդ ամեն ինչը կա։ Մնում է զարգացնել։ Այս մոսկովյան համերգին դուք կլսեք բարի արագիլը, հետաքրքիր այսօրվա նորովի մոտեցում ենք տվել, չփոխելով երգի ֆորմատը, երգի ֆունդամենտը, մայստրոն էլ շատ հավանեց, մեր Կարեն Սևակն են մոտեցում տվել, հետաքրքիր մոտեցում է, այսինքն այսօրվա երիտասարդը ինչ որ ակտուալ է, չեմ ասում բնականաբար այն աստիճանի, որ իրենք ինչ լսում են դու այդպես անես, չէ, իրենց ականջին հաճո դնում ես ժողովրդական, աշխուղական, գուսանական երգը, չվնասելով երգը, շատ կարևոր է Մարինա ջան, եւ դա երիտասարդին էլ է դուր գալիս։ Միացյալ Նահանգներից, որ այսպես հայացք դրսից, դեպի հայրենիք, հետևում եք արդյոք այսօրվա
երաժշտարվեստին, ինչ մակարդակի վրա է, երիտասարդ կատարողներին արդյոք գիտեք, չգիտեք, ում եք հավանում, եթե կան այդպիսիք ում հավանում եք, նոր սերնդի։ Նոր սերնդում կան շատ հետաքրքիր տաղանդավոր երիտասարդներ, բայց այսօրվա մեր երաժշտությունը այնքան էլ սրտովս չէ։ Մեր հայկական շոու բիզնես կոչվածը ես չգիտեմ այդ հարցի շուրջ պետք է մտածել ուշադրություն դարձնել ոչ թե որ ես դարձել եմ տենց ինչ որ բողոքական այդ առումով չէ երգեր ու երաժշտություն կա կատարողականություններ կա որ լսում եմ ինձ դա ուղղակի դուր չի գալի ես սիրում եմ նորություն այսօրվա երաժշտություն վաղվա ինչ կլինի հասկանում եմ ինչն է կարելի ինչ չի կարելի բայց ունենք մենք երգեր որ այսօրվա սիրված որոշ երգիչներ մոտեցումը պիտի այդ մեր հայկական ժողովրդական երգերին այդպես չլինի։ Մի քիչ էլ խոսքերին ու տեքստերին ուշադրություն դարձնել, ամեն ինչ կընկնի տեղ, թե չէ բոլորը շատ ունենք իսկապես տաղանդավոր երիտասարդներ, որ ունեն այդ հնարավորությունը, որ ավելի շատ հնարավորություն իրենք ունեն, քան մենք։ Դե այո, այն ժամանակ ավելի շատ լսարան ունեն, հետևորդներ ունեն, չկար YouTube, չկար Instagram, որ կարող եք դու ավելի ներկայացնել, հա, քո արած արվեստը, այսինքն ամեն ինչ էր դժվար, հետպատերազմյան շրջաններ, որ դպրոցները, ինստիտուտները, համալսարանները շատ ուսումնել էր դժվար եւ կյանքներ։ Հիմա շատ ավելի հնարավորությունները մեծ են։ Մեր ժամանակաշրջանում նաեւ կա արհեստական բանականություն, ուզում եմ իմանալ ինչպես է վերաբերվում դրան։ Արդյոք երաժշտության մեջ հիմա շատ են օգտագործում եւ այո, վախենում եմ անկեղծ ասած։ Ես էլ եմ վախենում, վախենալու է ինձ համար, չգիտեմ ուր ենք գնում, ինչա լինում, բայց որ մեր սփյուռքահայերի ասած դեռ ինչեր պիտի լան այդ բաներ կա, չէ՞, չի վախենալու է ինձ համար, չեմ դեռ կարում հասկանալ Մարինա ջան, չգիտեմ ուր ենք գնում։ Ուրա գնում ես աշխարհը լավ է ավելի ենք զարգանում վատ է տանում է դեպի կործանման ես որ Ամերիկայում առաջին անգամ առանց վարորդի մեքենան կողքս եկավ կանգնեց ես չեմ կարող բացատրեմ ինչ զգացի դա հիմա սովորել ենք հիմա գալիս է մեքենան մարդ չկա մեքենայի մեջ կողքը սվետաֆորի կանգնում է ֆրիվեյի վրա քշում է արդեն չգիտեմ որ 10 տարի առաջ ասենք այդպիսի բան մենք կարողա չէինք հավատա բայց ունենք էլ ինչ որ հենց դա է որ դրա համար վախենալու է չգիտեմ դեպի լավ կողմն են գնում թե վատ տարիներ առաջ Արման Հովհաննիսյանը այլ ոճի էր եւ այսպես շատ արագ արտակնապես փոխվում է արտակնապես է այլ ոճի թե երկեցողությամբ արտակնապես քաշը պակասում է դե խոսակցություններ շատ մեծ են հայերը սիրում են չէ մեկը հիմա վերջերս շատ արտիստներ սկսեցին նիհարել այս արտիստի հետ ինչ որ մի բան է չգիտեմ հիվանդություն կա կամ ինչ որ մի բան ինչպես եկար այդ որոշմանը հատուկ որոշված էր թե այդպես ստացվեց նախ մենակ հայերը չեն սիրում բամբասել բոլոր ազգերի մեջ էլ Մարինա ջան կա ասած ամեն առիթ բամբասանքը կհիշես կա տենց բան հա իհարկե այս վերջում այս մի քանի տարի առաջ 80 տարեկան կնոջ հետ նկարվել էի, չեմ 75-80 տարեկան կնոջ հետ նկարվել էի, գրել են, ահա տեսեք ով է Արման Հովհաննիսյանի կինը։ Այդտենց բաներ են, որ նայում ես դու տակի կոմենտերը, վայ, մենք չենք սպասում։ Այս առաջ էլ գիտեք ինչ Մարինա ջան, այդ բոլոր ազգերի մեջ կա, էլի նորմալ է ինքը նույնիսկ զվարճալի է։ Այո, զվարճալի է։ Հիմա ոճի վերաբերյալ։ Ոճի վերաբերյալ ես ստամոքսս չեմ կտրել, օպերացիա չեմ արել, պահել եմ, ընդամենը ես նիհարել եմ 12-13 կիլո։ Այդքան էլ դեռ շատ չի։ Այդքան չի, որ 30 ակնհայտ էր փոփոխությունը։ Երևի ես, չգիտեմ, ես դեմքի թրաշից է, չգիտեմ, ինչ որ փոփոխություններ իհարկե եղել են, չգիտեմ, բայց որ ասեմ այդպես շատ նիհարել եմ, այնքան տարբեր եմ ես իմ կյանքում միշտ այն մարդը որ առաջին անգամ ինձ տեսնում, վայ ասում Արման ջան, դուք սենց եք, դուք սենց եք, օրինակ, դուք սենց բոյով եք, դուք սենց չգիտեմ, նիհարեք սենց, տարբեր է, էլի երաստապետ։ Այդպիսի բաներ կա։ Բայց ամեն դեպքում ձեր զգեստապահարանը ինձ թվում է սենց խիստ փոխվել է, չէ՞։ Շատ
Այսինքն հագուստները այն ժամանակվա եւ հիմա չի կարող գրել։ Դե բնականաբար, բայց ունեմ հագուստներ, որ կան։ Հա, հետո կարող է դա։ Այո, գիտեք ինչ էր Մարինա ջան, օրինակ այն ժամանակ ինչի եք այդպես դուք մտածում, շատ ճիշտ եք ձևակերպում, որտեղ երբ որ մենք նկարում ենք Տեր Աստված երգի տեսահոլովակը, այնտեղ հատուկ հագուստներ էր կարվում, մեր հայկական ինչ որ բանով, այո, հա, այդ ամեն ինչով նկարում էինք Ջեյրան-Բալա տեսահոլովակը, հատուկ շորեր էին կարում։ Երևի տեսահոլովակ ու տեսահոլովակը ֆիքսվե մեզ մոտ այդպիսի դրա համար, բայց այն որ ավելի պոպուլյար ոճի մեջ էր, հագնում էինք տենց կոստյումային կամ ավելի ջինսային առօրյա տարբեր է։ Դրա համար մարդկանց մոտ ֆիքսվել է, որ այդպես տենց կտրուկ փոփոխություն չի եղել։ Նայած դա էլ գիտեք կապ ունի երգի հետ։ Օրինակ գիտեք ինձ ինչքան մեղադրեցին, երբ որ 2008 թվականի համալիրի համերգում երկրորդ բաժնում ես թամամաշխարհ էի երգում, ինձ ասում են Արման Հովանեսյանը ինչի է բոթասներով թամամաշխարհ երգում։ Ինչ անընդհատ շատ հաճախակի չէ, բայց անընդհատ ասում են Արման ջան, ախր թամամաշխարհը բոթասներով են, հիմա այդ ժամանակվա ասենք ով որ զբաղվում էր մեր դիզայնով, պատկերացնում Լիլիթը մեր Մարգարյան, շատ ճաշակով, այո, շատ տաղանդավոր աղջիկ, որին համար շնորհակալ եմ, բայց հիմա գիտես ինքը պատկերացնում է քեզ տենց, հիմա այդ ընթացքում դու 5 հատ այսօրվա ստեղծագործություն կերկես, հետո կերկես Սայատնովա, կապ չունի, բայց ես ուզում եմ այդպիսի խոսակցություններ անընդհատ եղել են, լինելու են ու կան, կարևորը բոթասով, թե չգիտեմ թաքսիդոյով, կարևորը որ կարողանաս քո լսարանին այդ էներգետիկան, այդ էներգիան պարգևես, Մարինա ջան, ինձ համար ես այդպես եմ մտածում, կապ չունի դու ինչ ես հագնում, առհասարակ չեմ ասում այնպիսի բան, որ բնականաբար դառնա։ Առօրյա կյանքում ձեզ օգնում կինը ոճի առումով, թե ես ինքս հիմնականում, բայց ես վերջերս աղջիկս։ Այո, կինս, այո, ունի իր բրենդը եւ արդեն հայրիկի ու մայրիկի հպարտությունն է, դուք էլ կրում եք։ Փորձում ենք հպարտանալ, այո, Մարինա ջան։ Հրաշալի է։ Որտեղ եք երեխաների ապագան պատկերացնում, այն ինչպես իրենք կորոշեն, թե այնուամենայնիվ հայրենիքում։ Այնուամենայնիվ հայրենիքում այդպես։ Թող գնան, աշխատեն դրսերում, կայանան, բարգավաճեն, զարգանան, հայ պատիվ բարձր պահեն, բայց այդ ֆունդամենտը հայրենիքն է մեր։ Հայրենիքից ես ինքս իմ հետ կապված, երբ որ ես գալիս եմ հայրենիք, մի ամիս, երկու ամիս հայրենիքում, ես ուրիշ երաժշտական բան եմ ստանում, սնունդ եմ ստանում։ Ինձ համար անբացատրելի, անկեղծ ասում եմ, էլի դա ուրիշ էներգետիկա է, ուրիշ սնունդ է ստանում հայրենիքից։ Դա քո հողից է, ջրից է, մթնոլորտն է, այո, հենց ինչպես ես կարողանում հավասարակշռություն գտնել, պահպանել հանրային մարդու եւ պարզապես Արմանի։ Ես ինձ գիտես ինչ, Մարինա ջան, ապրում եմ ոնց որ ես իրականում կամ էլի, որ ավելի շատ են ճանաչում, ավելի շատ եմ քաշվում, կոմպլեքսավորվում, անընդհատ բան ուշադրության կենտրոնում, բայց հա, անկեղծ չեմ սիրում, բայց դա էլ է սովորում, ես որ նորմալ է, էլի ինչ, մեկը մի քիչ հայտնի է, մեկը մի քիչ ավելի հայտնի է, մեկը հայտնի չի ու այդ դեպքում ինչպես այսքան մեծ ճանապարհ անցած, հաջողություններ գրանցած արտիստ, աստեղ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, բայց միևնույն ժամանակ լինել այսքան համեստ, մնալ նույնը, բարացակամ, ինչպես դա անել, որովհետև շատ դեպքերում է հանդիպում, երբ մարդը աստղային հիվանդությունով այսպես տենց օթերում է։ Դե վերջում տենց օթերում էլ մնում է, Մարինա ջան, տենց մարդը պետք է հասկանա, որ այդ Աստված կարոտ պահի, բայց ես տենց այնպիսի տպավորություն չլինի, որ նստած մեծ խոսում եմ, բայց այդ աստղային հիվանդությունով ես չեմ, ինչ այդ, չգիտեմ ինչա, ում հանդեպ աստղային է, ով որ քեզ ծափահարում է, ով որ քեզ բարձրացնում է, այս են պատմությունը, քեզ հաց տվողի ձեռքն ես ուզում կտրես, այսինքն փոխաբերական իմաստով, ում հանդեպ աստղային,
մարդկանց հանրության հանդիսատեսի, որ ինքն է որոշում դու որտեղ լինես։ Ինքը որոշում է դու օթում լինես, դու լինում ես օթում։ Որոշում է դու ընդհանրապես չլինես, դու ընդհանրապես չես լինում, ասում են դե գնա քո համար ապրի, էլի։ Եթե գիտակցում ես, հասկանում ես, դու պիտի սիրես քո մասնագիտությունը, ապրես քո մասնագիտությունով, սիրես քո հանդիսատեսին, քո երկիրը, քո ժողովրդին, այդքանով բավարարվես ու ապրես քո կյանքը, մնացածը Աստծո գործն է, մենք որ մեզ փորձենք պատեպատ տանք, եթե քո ճակատին գրված է, որ դու պետք է լինես շատ սիրված կամ ավելի շատ սիրված կամ միջին սիրված կամ այդ Աստծո որոշելիքն է, էլի, այդ ընթացքում դու քեզ պետք է կարողանաս ուղղակի ապրես ոնց որ մարդը սովորական ապրում է։ Մեկը հայտնի երգիչ է, մյուսը հայտնի սպորտսմեն է, մյուսը հայտնի քաղաքական գործիչ է, թե չգիտեմ, բիզնեսմեն է, դի հանգիստ եմ, որ ռիլաքս, այդ Մարինե ջան, այդ առումով չեմ հասկացի անկեղծ, այդ աստղային, ու Աստված դա մայրս էր, չէ, ես մի հաղորդման ժամանակ ասել եմ, առաջի մեր մենահամերգի ժամանակ ծնողներս մայրս ասեց, որ այս ժողովուրդը գնա, հայլուդեմ քեզ նայի, որ այս ժողովուրդը ոնց քեզ sense ծափարում է, նույն կերպ կարաս դառնաս ոչ մի բան։ Ու ինձ համար այդ հաջվել է իմ ուղեղի մեջ, ու այդպես ապրում եմ ու հա փոխանցում եմ իմ ընկերներին, ովքեր որ երիտասարդ են, 1, 2 երգից, 3 երգից ոգևորվում են այդ YouTube-յան վիուներով, իրանք արդեն իրենց մոտ բանը փոխում, ասում եմ նորմալ է, դա բոլորի մոտ լինում է այդպիսի բաներ, Մարինա ջան, այդ լինում է այդպիսի բաներ, բայց մնում է կարողանաս նորմալ տանես այդ ամեն ինչը, որտեղ հաջողությունը այլ բան է, հաջողությունը պահելը, այլ ձեռք բերելը, այո, հա, Մարինա ջան, դրանք տարբեր բաներ են, մի քիչ որ կյանքին ռեալ աչքերով նայեն, իրենց շրջապատներն է կարևոր, կողքից չասեն դու վերջն ես, դու դա էլ է փչացնում մարդուն իրականում։ Դի լավ ընկերներ ունենաս, ես կամքի ուժը լավ լինի մեծ եւ դու չես արդեն ընկնի այդ հոսքի։ Հա, հետո շրջապատն էլ է կարևոր, էլի ընկերներդ էլ պետքա տենց անընդհատ քեզ չգովեն, էլի, որ վայ դու ես ինչ ես անում, բայց իրականում ոչ մի բան չես անում, ավելի քեզ տանում են դեպի կործանման։ Ամեն ինչը դառնում է արդեն սովորական։ Ինչ խորհուրդ կտաս երիտասարդ այն երիտասարդներին, ովքեր ուզում են մուտք գործեն դեպի երաժշտարվեստ, ժողովրդական հատկապես երգարվեստ, ինչ խորհուրդ կտաս։ Ես խորհուրդ կտամ, շատ ճիշտ են անում, թող մուտք գործեն, պահպանելով մեր հայկական երաժշտությունը, ավանդական երաժշտությունը, այն ինչից որ մենք սնվում ենք, մեր ֆունդամենտից, մեր որտեղ իսկապես շատ տարբեր է։ Մեր ժողովրդական երգն է տարբեր, մեր էստրադան է հայկական տարբեր, մենք իսկապես տարբերվում ենք, մեր երաժշտությունը տարբեր է ու երբ որ դա արդեն վերցնում ես քեզ որպես հիմք, մնացածը արդեն կլինի, մնացածը ստեղծագործողների որոշումն է, Մարինա ջան, իրենք ինչ ուղղություն են որոշում, էլի, հա, ընտրում արդեն ու գնահատականն է տալիս է մեր ժողովուրդը հանդիսատեսը։ Իսկ ցանկություն չունես ինքդ ունենալու քո դպրոցը։ Գուցե արդեն ես չգիտեմ։ Դեռ չէ, Մարինա ջան։ Ոչ, ցանկություն շատ ունեմ, բայց ես դեռ սովորում եմ, էլի, հա, տենց դեռ շատ բաներ ունեմ սովորելու։ Այդ այնքան նուրբ հարց է, լավ բան է, մենք ունենք ընկերներ, որ մեր ընկերները ունեն դպրոց բան, բայց նաև պատասխանատու բան է, էլի, դպրոցը այդ տենց դպրոց չի, էլի, դու այդ պիտի ամեն ինչ անցած լինես, դու պիտի հասկանաս, պիտի պատկերացնես, դա էլ մի ուրիշ մշակույթ է։ Դու կարող ես լավ երգիչ լինես, բայց վատ դասատու լինես։ Եվ հակառակը, այո, հենց դրա համար չեմ փորձել, բայց չգիտեմ, մենք դեռ ապրում ենք, չգիտեմ, եթե ես կարողանամ հետագայում երիտասարդ սերնդին ինչ-որ բանով պիտանի լինեմ, իհարկե մեծ սիրով։ Քեզ հետ կարելի է շատ երկար զրուցել, շատ հետաքրքիր է։ Այսպես կուզենամ վերջում բլից հարցեր անցկացնենք եւ արդեն սիրով եզրափակենք մեր այսօրվա հայացք դրսից հանդիպումը։ Եթե ձեր երաժշտությունը լինի ունենա գույն, ապա ինչ գույն դա կլինի։ Թե ես սիրում եմ դասականը հիմնական, բայց որ ախր ինձանով եք ասում, ձեր երաժշտությունը դուրս է գալի, որ ես կընտրեմ այդ գույնը։ Ինձ համար տարբեր
երաժշտություն տարբեր գույներ ունեն, տարբեր տրամադրություն ունեն, էլի բոլոր գույներներ սիրում եմ Բոլոր գույները կան։ Էլի պատասխան է։ Եթե երաժշտությունը լինի ճաշատեսակ, ապա ինչպիսին այն կլինի։ Քաղցր, թթու, դառը, չգիտեմ, հյութ։ Շատ քաղցրի սիրահար չեմ, շատ թթուի սիրահար չեմ։ Ոսկե միջին է, էլի։ Եթե առաջարկեն գրել սաունդտրեք ֆիլմի համար, որը հենց ձեր կյանքի մասին կլինի, ապա ինչ ժանրի կլինի դա։ Մի քիչ բազմաժանր կլինի, ինքս տենց տրագիկոմեդիա, մելոդրամա։ Ամեն ինչ էլ կա էլի մեր կյանքում, գիտեք, որ ուզես չուզես ամեն ինչի ականատես ես լինում։ Հետաքրքիր նոր ոչ կլինի։ Հա։ Իսկ ես ամենատարօրինակ հաճախոսություն կոմպլիմենտ, որ համերգից հետո արել են, կա տենց ինչ-որ մի բան, որ արտառոցա թվացել։ Չեմ կարողանում հիշել, որ հիշեմ կզանգեմ ձեզ։ Անպայման, ես կսպասեմ։ Կա ինչ-որ մի բան, որով սենց ոչ ոք դրա մասին չգիտի, բայց դուք ինչ-որ չգիտեմ, ինչ-որ կոպեկներ եք հավաքում, կամ ինչ-որ մի բան, ինչ եք սիրում։ Շատ սիրում եմ ժամացույց։ Հա, ժամացույց եմ սիրում։ Երիտասարդ տարիքից։ Եթե հնարավորություն ունենայիք մեկ օրով ինչ-որ մեկի հետ տեղերով փոխվել, ում հետ կփոխվեիք եւ ինչ կանեիք։ Տեղերով երբեք չեմ մտածել դրա մասին։ Այսինքն չէ, անկեղծ ասեմ, եղել է որ պատկերացնում ես դու եթե մեկ օրով լինեիր, ես ինչա, սենց ինչ-որ տեղում։ Եթե նենց տեղում պետքա գտնվեի, որ մեծ հնարավորություն ունենայի, բարեգործություն կանեի, կօգնեի մարդկանց, չգիտեմ, փորձեի ուրախացնեի, այդ առումով նայած ինչ տեղում էլի Մարինա ջան, ինչ հնարավորություն։ Ամենախենթ բանը, որ սիրո համար արել եք ձեր կնոջ։ Կնոջս փախցրել եմ, եթե դա խենթություն է։ Իսկ ո՞րն է ձեր ամենասիրելի վայրը, որտեղ դուք ամենախաղաղն եք ձեզ զգում։ Բնություն։ Բնություն եւ ձեր հայրական տունը։ Հայրական տունը բնականաբար, բայց բնությունում ինձ շատ տենց Այսինքն անտառ թե օրինակ ծով կամ լեռներ։ Ընդհանրապես տարբերություն չկա, դա էլ է ըստ տրամադրության, անտառում էլ եմ ինձ հանգիստ զգում, ծովում էլ, լեռներում էլ, սիրում եմ բնություն։ Իսկ ինչ որ խորհուրդ կա, որ կտայք օրինակ դպրոցական Արման Հովհաննիսյանին։ Այո, որ ավելի լավ սովորեի դպրոցում, որ շատ լեզուներ սովորեի, ավելի խելացի լինեի, ավելի պատրաստված։ Ձեր աղոթքներում ավելի շատ շնորհակալական խոսքերն են, թե խնդրանք։ Շնորհակալական։ Ես ամեն օր գրեթե չկա այդպիսի օր, որ քնելուց առաջ չաղոթեմ եւ շնորհակալություն չհայտնեմ այս օրվա համար, տվյալ օրվա համար։ Մարինա ջան։ Եթե ունենայիք կախարդական փայտիկ, ինչ կանեիք կամ հնարավորություն ունենայիք ժամանակը ետ տալ, ինչը կփոխեիք։ Իմ կյանքում։ Առհասարակ։ Աշխարհում այդ կախարդական փայտիկը որ լիներ, նենց կանեի, որ պատերազմեր չլիներ, Մարինա ջան, որտեվ ամենավատ ու դաժան ծանր բանն է։ Այդ հաստատ առաջին պլանում կլիներ։ Եվ վերջում այսպես փոքրիկ մի էքսպերիմենտ, եթե թույլ տաս անենք։ Եթե օրինակ դու լինեիր հաղորդավար եւ դու ունենայիր քո հեղինակային հաղորդումը, ինչպես այն կկոչվեր եւ ինչ հարց կտայիր ինձ։ Մեկ հարց ընդամենը, որի միջոցով նաեւ դու քեզ համար կբացահայտեիր ինձ, նաեւ իմ հեռուստադիտողը մի քիչ ավել բան կիմանար իմ մասին։ Փորձենք։ Հայացք ներսից կոչեի։ Ասում են տարիքի հետ մարդը ավելի շատ էսպես հիշողությամբ գնում դեպի մանկություն, այդպես է։ Ես մի քիչ շատ եմ մանկություն հիմա։ Հա, ես էլ եմ այդպես, հա։ Ինչ մանկության էսպես վառ նվիրական ջեր հիշողություն։ Դպրոցական տարիները են, որ ճամբարներ էին գնում այդ ժամանակահատվածը։ Հա, ավելի ինչքան մեծանում ես, դեպի գնում ես մանկություն։ Ինչ հարց կտայի ձեզ։ Ինչու դուք չեք դառել դերասան։ Սիրելի Մարինա։ Ինչու չեմ դարձել։ Դե դրա համար պետք է գնալ թատերական ինստիտուտ, ընդունվել, սովորել, հմտանալ այդ մասնագիտության մեջ։
ինձ պարարվեց, դա ավելի ձգեց, բայց եղել են առիթներ։ 3 դեպք է եղել, որ ինձ առաջարկել են ֆիլմում նկարվելու։ Առաջին անգամ ես հրաժարվեցի, որովհետև սցենարային առումով այդքան ինձ հոգեհարազատ չէր։ Դա հանրային հեռուստաընկերության առաջարկն էր։ Երկրորդ անգամ շատ հետաքրքիր ֆիլմ կա Վանա ծովի արշալույսը։ Այդ ֆիլմում ես ունեի փոքր դեր, գլխավոր հերոսի մոր կերպարը խաղա, այսինքն բեք ֆլեշով մենք հիշողության գիրք ենք գնում, ես մաման էի։ Մենք այսպես այդ օրը նկարահանման խմբով թիմով բարձրանում ենք Սևանա, ուրեմն լճի մոտակայքում մի բլուր կա, որտեղ մատուռ կա փոքր բարձրության վրա, այդ մատուռում պիտի լիներ, այդ բլուրի վրա պիտի լիներ, միանգամից մառախուղայչին։ Մենք իրար նույնիսկ 1 մետրի վրա չենք տեսնում։ Մտել ենք մատուռ, 40 րոպե սպասելուց հետո դե մի քիչ ցրվեցինք։ Ինձ հետաքրքիր էր, բայց այդ տեսարանը շատ հետաքրքիր էր։ Ձեո ռեժիսորը մատոր պատրաստ նկարահանում ենք, մեկ էլ լսում ենք ռեժիսորը, որ ասած Արմենչիկի օրներ են գեսենց բառերով ինչա կատարում արտակ, պարզվում է այդ ճանապարհով, որ մեքենան անցել է, դե ասֆալտ չի, այդ լրիվ սենց հողերի, փոսերի մեջով, դրխկոցով բարձացել։ Կոդակ ուրեմն բանով էր նկարում, կինո ապարատով, պլոն չի եղել, լինզան ջարդված է, իսկ լինզան այդ միակն է, այսինքն ինքը սյոմկա չի կարան։ Սենց են, որ այդ, այսինքն ինչ-որ մի բան խանգարեց, ես հետո իրանց երկրորդ նկարահանման օրը, որ նշանակվել էր, ես արդեն Արևներ անսամբլով մեկնել էինք Լիբանան և համերգներ ենք, ես այլևս չկարից, և այդպես վերցրեցին ուրիշ դերասանուհի։ Դա երկրորդը։ Եվ երրորդը, որ ես էլի համաձայնվել էր, շատ կերպարի ինձ դուր էր եկել, շատ հոգեհարազատ էր, նկարահանումների մնացել է 3 օր, ես վարակվում եմ ջրծաղիկով, այսպես ամբողջ մարմինս, կանաչ սենց գույներով, ռեժիսորը սենց որ շվարած մնացում, որ ինչ անեմ։ Հետո մտածում եմ Արման, ասում գուցե որ առաջ անգամ ես հրաժարվել եմ, կինո ոնց որ հաջողության ինչ ասեմ, այդ ֆեյան ասեմ, ինչ ասեմ, իզնից թեքվելա մեջ կուղեր, Ոչինչ նորից կփորձես Մարինա ջան, շնորհակալ եմ Մարինա ջան, նաև մենահամերգ ունես Երևանում, Մոսկովյան համերգից հետո մարտի 22, այո, մարտի 22, և դա 17 տարի անց։ Վերջին համերգը Համալիրում եղել է 2008 թվականին, այո։ Ես մաղթում եմ, որ այդ համերգը ևս անցնի հրաշալի, դա շատ կարևոր է, երբ հայրենիքում արտիստը իրեն իսկապես գնահատված ու սպասված է զգում։ Ինչ կմաղթեք Արմանին։ Արմանին մաղթում եմ այսօր հաջողություն, թող այս բազմահազարանոց դահլիճը ինչ ասեմ, վերցնի սենց ու տանի առաջ, ժողովրդին ուրախացնի։ Մի խոսքով վայելի այս ամեն ինչը, որ այսօր իրանք կազմակերպել են, Աստված հետդ լինի ինգերս։ Անմոռանալի համերգ, լիքը ծափեր։ Ու բարձր տրամադրություն։ Մեծ հաջողություններ ու լիքը սեր։ Ուզում եմ, որ ինքը միշտ փայլի, Արման ջան։ Բախտ ունեցա քո հետ երկանեմ ու այսքան մարդկանց դիմաց հելնեմ ու երկեմ քո հետ։ Մերսի շատ։ Ուրախություն, հաջույք ստանան Արմանեն եւ ասեմ իրեն վարձկդ կդար լինի հաջողության բարեցիր բոլորն քո ուրախ զվարթ գնան իրենց տները։ Все больше и больше радовал наш народ своим творчеством, своими прекрасными песнями. Спасибо, что ты есть. Самое главное — здоровье, творческого вдохновения, успехов и гармонии. Вот чтобы он был внутри счастлив, чтобы у него в семье все было хорошо. Пускай Бог его оберегает. Արման ջան, քեզ լիքը հաջողություն։ Ողջություն եւ որպեսզի մեզ ամեն անգամ զարմացնի եւ ուրախացնի իր համերգներով։ Եվ բազում այլ շատ երգեր, որոնք կլսենք հաճույքով։ Միշտ աստղ մնա մեր համար։ Մենք պարտանում ենք, որ ունենք Արման Հովհաննիսյան անունով երգիչ։ Ցանկանում եմ նորանոր հաջողություններ, լավ լեգենդների հետ նորից դուետներ եւ ամենալավն ու բարին։ Մաղթում եմ միայն բարձունքների հասնի եւ միշտ այսպես լեփրեցուն ամերիկայի զալերում։ Բարձունքներ, որպեսզի նա իր բոլոր նպատակներին հասնի, Աստծո օրհնություններով, հաջողություններ ու շատ
շատ ուրախ եմ այսօր գտնվել այստեղ։ Որպես արտիստ, մեծ արտիստ։ Իրան շատ սիրում են բոլորը։ Творчески хочется успехов в дальнейшей карьере։ Մեծատարող մարդը, ցանկանում եմ նորանոր հաջողություններ։ Իսկ մեզ այսօր ցանկանում եմ բարձր տրամադրություն եւ լավ էներգիա։ Գլխավոր հովանավոր ինչ կասեք այսօրվա համերգի վերաբերյալ։ Ես Սամվել Օրդուխանյանն եմ, Օրդ գրուպ ընկերության համահիմնադիր։ Մենք հանդիսանում ենք Արման Հովհաննիսյանի Մոսկվայի մենահամերգի գլխավոր հովանավորը, ներկայացնելով Կոմիտաս պարկ բնակելի թաղամասը, որը գտնվում է Երևանի Արաբկիր համայնքում եւ հանդիսանում է ամենամեծ, նորագույն եւ ժամանակակից թաղամասերից մեկը։ Եվ ինչու հենց համագործակցություն ինչպես ստացվեց Արման Հովհաննիսյանի հետ։ Որովհետև Արման Հովհաննիսյանը մեր եզակի հայ արտիստներից է, որը շատ տաղանդավոր է եւ միևնույն ժամանակ փայլում է իր բարձր մարդկային արժեքներով։ Իսկ իր կատարմամբ ձեր ամենասիրելի երգը կա, որևիցե մեկը կառանձնացնեք։ Ճիշտ ասած, իր երգերի մեծ մասը լսում ենք, բոլորն էլ սիրում ենք, բայց երևի կառանձնացնեմ Դու ես դու երգը։ Ամենաշատը դա եմ ես սիրում։ Իսկ ինչ կմաղթեք նրան այսօր։ Եվ առհասարակ մաղթեմ նորանոր հաջողություններ, նոր նախաձեռնություններ եւ առողջություն ամենակարևորը։ Շնորհակալություն, հաջողություն, ձեզ լավ երեկո։ Հաջողություն, շնորհակալություն։ Վերջում ուղղակի ինչ կասես քո հանդիսատեսին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորի արչև հատ առ հատ խոնարհվում եմ անկեղծ Մարինա ջան եւ իմ ամբողջ կյանքում քանի առողջություն, քանի ես, չգիտեմ, հնարավորություն ունեմ ստեղծագործելու, ես ստեղծագործելու եմ իմ շատ սիրելի հանդիսատեսի համար, որի համար շնորհակալ եմ, իրենց գնահատանքով է, որ մենք այս ամեն ինչը կա, փորձում ենք ստեղծագործել, մենք մեզ լավ զգանք, լավ երգեր անենք, կլինեն երգեր, որ մարդկանց դուր չի գա, կլինեն երգեր դուր կգա, այդ ավել պակասի համար կներեք ժողովուրդ ջան։ Շնորհակալ եմ, սիրում եմ ձեզ անչափ։ Ես էլ շնորհակալ եմ եւս մեկ անգամ այս գեղեցիկ անկեղծ զրույցի համար, մեր հանդիպման համար եւ հուսով եմ, որ էլի առիթներ կլինեն հանդիպելու։ Սիրով, շնորհակալություն Մարինա ջան։ Մերսի շատ։ Դե իմ սիրելի հուստադիտողներ, YouTube-յան իմ հետևորդներ, այսօրվա համար այսքանը, հուսամ, որ ձեզ դուր եկավ։ Պիտի խնդրեմ, որ այս տեսանյութը նույնպես տարածեք, հավանեք, թողեք ձեր մեկնաբանությունները, որովհետև դա իսկապես ինձ օգնում է առաջ գնալու եւ նոր էպիզոդներ նկարելու համար։ Ես այս շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին, ովքեր ուշել էին բոլոր նկարանների ժամանակ։ Մոսկվայի կենտրոնին Կիևսկայի երկու հարցեր գրող նովոդել հյուրանոցային համալիրին Safar Travel տուրիստական գործակալությանը հիմնադիր եւ տնօրեն Կրիստինա Սաֆարյան, Նուր Կուտուր ապրանքանիշին հիմնադիր եւ դիզայներ Լուսինե Սիմոնյան, եւ իհարկե երկու հայուհի գեղեցկուհիների ֆոտոլուսանկարիչ Ռայա Ռուստամյանին եւ դիմահարդար եւ ոճաբան Սյուզի Վարդանյանին։ Շնորհակալ եմ։